Դու վերջ։ Ֆրոնտ օֆիս, բեք օֆիսի մասին է խոսում, պարոն Ռուբինյան։ Մինչև մեր այս փաստաթղթի նշվում է, որ նաև լինելու են այլ գրասենյակներ, այլ գրասենյակ։ Այլ գրասենյակ չէ։ օպերատորը այդ երրորդն է։ Ջորջ ջան, ֆրոնտ օֆիս, բեք օֆիսը նորմալ է։ Նախ գրած չի, ոչ այլ գրած է երրորդ կողմի օպերատոր, ավտոմատ չի նշանակում ոչ այլ, կարող է լինել ոչ այլ։ Բայց դա ընդունված ընդհանրական աշխարհում, ասենք նույն զվարթոց օդանավակայանում է, չէ՞, երբ որ օրինակ դուք արդեն մոտենում եք օդանավ մտնելու, ոչ թե բանն է, հայ սահմանապահն է ձեր պասպորտը նայում, այն վերջում բանի հետ, boarding pass-ի հետ, չէ՞, այլ ավիաընկերության ներկայացուցիչ է։ Հիմա նույն ձևով այս դեպքում trip է լինելու, ինչ որ ժամանակ է լինելու, որ ֆասիլիտացնելու են, բայց այդ ֆրոնտ օֆիսի ներկայացուցիչները չեն որոշելու, իրանք զուտ ֆասիլիտացնելու են, ինչպես զվարթոց օդանավակայանում։ Մի վայրկյան, բայց միևնույն ժամանակ սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները ֆիզիկապես ներկա են լինելու բոլոր համապատասխան տեղերով։ Ասեմ ավելին, նաև գրված է, որ ստուգումների ֆունկցիան այլ է սահմանապահները։ Պարոն Ռուբինյան, բայց ամեն հա լավ ասա։ Անվտանգային ստուգումների նկատմամբ։ Լավ, կանոնավոր են կողմից Այս շրջանակային հաստատի համաձայնությունը են Միացյալ Նահանգներում։ Թուրքիայում հայտարարեցին էլի էս թրիփը անվանեցին Զանգեզուրի միջանցք, հետո ասացին, որ Ադրբեջանին պիտի որոշումները այսպես ասած սրտամոտ լինեն։ Հիմա ուզում հարցնել այդ առաջընթացի մասին ենք խոսում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում։ Հիմա այս տեսակ հայտարարությունները մի տեսակ ապակառուցողական մթնոլորտ չեն ստեղծում, եթե դուք միջանցքի թեման փակում եք։ Դե միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում են Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրին ինչա, Զանգեզուրի միջանցքն ինչա, մեր տարածքում թրիփ նախագիծն է գործելու, այլ բան չունեմ Ընկերությունը, որ ստեղծվում է 75%-ին, չէ՞, որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք, էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին, ներողություն էլի։ Ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում, նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայտ է։ Հաջորդը Ինչպես հեծներ ու բայց օրինակ կարողանաք վերցնել ինչպես հեծը մի վայրկյան էլի, բայց չվերցնել։ Չէ, օրինակ եմ ասում։ Հեծի, բայց ես միտքս ավարտեմ նոր, էլի։ Ոչ միայն ինչպես հեծներ, ինչպես հեծները, ասենք Հարավկովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև են պահ, երբ որ մենք փայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000 Այսինքն եւ օտարերկրյա կապիտալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 70-26%-ա թե ինչա, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն Քանի որ Հայաստանն է կառավարությունը ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Այդ օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության դա տեղի չի ունենա։ Դա ֆիքսվելու է փաստաթղթով որևէ պարոն Ռուբինյան, որ Հայաստանը ունենալու է։ Բա գրված է, չէ։ Հրապարակված փաստաթղթում կարևոր հարցերում դա հրապարակված փաստաթղթում գրված է։ Իսկ ինչ վերաբերում է հեծին, հեծը նկատում այստեղ էլ ոստում չէ, բայց հեծի դեպքում դեռ ռազմավարական ինքը նշանակության բան է,
ինչ ասեմ, ենթակառուցվածքա, այդտեղ ինչ այլ հարցեր։ Չեմ կարծում, որ այստեղ այդպիսի հարց է։ Նկատի ունեմ պետությունը ունենալու է Մի հետ կապված Փաշինյանն էլ ասեց, որ երկաթգծի կառուցան այդ հատվածը, ասել են, որ ողջամիտ ջահելություն այն հատվածը, որը հատվածը ասել եք, որ ողջամիտ ջահելություն պետք է Եվ ախորիկ Երեք պարզապես որոշումը հասկանամ կա ուսական կողմից պատասխան եկցված Հայաստանի իշխանություն կա որ պատասխան կառուցել են թե մենք ենք ամեն դեպքում Եթե չեմ սխալվում առաջ էր վարչապետ Փաշինյանի հետ հրապարակում ես հարցը տվել եք եւ նաեւ ասաց որ սպասում եք որ հնարավորինս արագ սպասում եք պատասխան Այս մի քանի օրվա մեջ ես նորություն չունեմ Եթե հայկական կողմը ներդրումներ անմիջապես նշանակի արդյոք որ կառավարումը ռուսական ընկերությունից վերցնում է Հայաստանը Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այսինքն որտեղ ես այդ թեմայի մեջ խորացա։ Պարոն Ռուբինյան, ամեն դեպքում ինչու է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասում, որ փառք Աստծո տեսնում ենք, որ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչվել է նաև Ադրբեջանի ուզածով է լինում, քանի որ ինչպես ասել ենք, այն կարևոր է միջին միջանցքի համար եւ ասում է, որ տեխնիկական մի քանի հարցեր կան։ Նոր պատասխանեցի ես դերության հարցին, բայց նորից ասեմ, էլի։ Նախ Խոսքը թրիփի մասին է, եթե չեմ սխալվում, Թուրքիայի արտգործնախարարը ինքն է ասել, որ մենք թրիփ ենք անվանում, եւ ճիշտ է ասել, եւ ընդհանրապես բոլորը պիտի թրիփ անվանեն, որովհետեւ ես կարծում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը այս պատմական պայմանավորվածության մեջ ահռելի է եւ կլինի, որպեսզի բոլորը турք տան ԱՄՆ նախագահին, այդ թվում հիշատակելով իր անունը այս նախագծի մեջ, որը մի վարքան ոչ միայն Ադրբեջանի ուզածով է լինում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ բոլոր հարևանների։ Իրենք նկատի ունեն Ադրբեջանի ուզածով այն, որ Հայաստանը չվերահսկի բայց ինչ գիտեք, իրենք այդպես էին ասում, չէ՞, ասում են, որ հայի աչքից բայց դուք կարող եք չէ բացել փաստաթուղթը կարդալ եւ հասկանալ, որ Հայաստանը ընթերցում է տալիս, երբ ֆրոնտ օֆիս կարող է տարենթերցում տալիս նրանց մոտ ովքեր ուզում են որ տարենթերցում լինի, բայց որևէ տարենթերցում չկա։ Մի վարքան։ Ախր հատուկ ձեր համար մի 46 անգամ այդ փաստաթղթի մեջ գրած է Հայաստանն է վերահսկում։ Հայաստանի կարդացել է։ Պարոն Ռուբինյան, այդպես չէ որ չեն կարդացել, բայց մեկնաբանները հետևաբար կա թուղթ, կարդացեք, պատասխանը կա պետք չի, այդ բաները հնարավոր Թուրք-ադրբեջանական թեմատիկան շարունակելով, պարոն Ռուբինյան, ձեր խորհրդանական գործընկերները Հայաստան խմբակցության անցանք ներքաղաքական ինչ ուզում եւ այդտեղ իրենց պոտենցիալը թողնել։ Աննար ձեր գործընկեր բան Տեր-Պետրոսյանն այսպիսի իր արտահայտել կամ ժողովրդի ապական տնօրինելու իրավունքը կվերցնի ձեռքը նկատի ունենալու խորհրդանական ընտրություններում այս կամ այն կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջանը ձեր մեկնաբանությունը։ Դե բան է, ինչ դասական մանիպուլյացիոն հայտարարություն է, ուրիշ չի ասեն, այդ մարդիկ չհասկացան, որ անընդհատ իրանց խոսույթի 90%-ը թուրք-ադրբեջանական։ Նկատել եք, ոչ մի քաղաքական խոսք չկա, կան թուրք-ադրբեջանական թրքամոլ, թրքահաճո, ադրբեջանամետ, ազգադարձ, այս է իրանց խոսույթը եւ իրանք ոնց նախորդ անգամ հաջողության չհասան, այս անգամ էլ հաջողության չեն հասնի, բայց մի բան ասեմ, էլի։ Տեսա ես այդ ձեր նշած տեսանյութում տեսա որ մի քաղաքացի ինչ էր ասում, իրենց ասում էր ամենակարևորն այն է որ մենք հպարտությունը մեր գործել ենք, ուզում ենք վերականգնենք, ասում եմ ես օրինակ արտասահմանում եմ ապրում։ Այնտեղ հանդիպում ենք ուրիշներին, այն ժամանակ հպարտությամբ էինք ասում որ հայ ենք, հիմա բավարար հպարտ չեն։ Ես այդտեղ խորացա, որտեղ մենակ այդ անգամ չի, էլի շատ եմ տեսել մամուլով, հենց այդ խոսույթը, որ մենք Սփյուռքում այն ժամանակ արժանապատիվ ենք, հիմա արժանապատիվ չենք։ Մի հատ հարց տամ, էլի սիրելիներս, ձեզ չեն տալիս, էլի իրանց են տալիս, ովքեր որ դա ասում են։ Եթե դուք հպարտ եք, որ հայ եք, ի՞նչ եք արտագաղթել Հայաստանից։ Կարող է, չէ, այո, բայց նկատի ունեմ, կարող է պետք է հպարտ լինել։ Կարող է ավելի մեծ հպարտություն է Հայաստանում ապրել։ Ես չեմ ասում, որ իրանք են մեղավոր արտագաղթել են, պարզ ասենք, սոցիալական խնդիրներ, չէ, կոնկրետ այդ մարդը Գեղարքունիքի մարզից է։ Խոսքը հին Սփյուռքի մասին չի։ Այսինքն պարզ է, չէ, ասենք, բանա, խնդիրներ են եղել տնտեսական, սոցիալական, արդարության հետ կապված, հազար բան կարա լինի։ Բայց ինքնին դա նշանակում է պրոբլեմա չէ եղել Հայաստանում։
Այսինքն կոնֆլիկտից, ոչ նկատի ունեմ ոչ թե բարից բունի մասնով կոնֆլիկտից, այլ կոնֆլիկտ։ Չեն ուզեցել ասենք, չգիտեմ, իրանց զորքիները զոհեն եւ այլն։ Բայց կարող է ավելի մեծ հպարտություն լինել հայ ապրել խաղաղ Հայաստանում, քան լինել հայ, որը ստիպված է արտագաղթել, ու մի հատ էլ այնտեղ ինքը ասի, այ ինչի պատերազմ մենք պարտվեցինք, որ ես ինձ հպարտ չզգամ։ Իսկ կարող է պետք է մնալ ապրել Հայաստանում եւ շինացնել Հայաստանը եւ ապրել խաղաղության մեջ, ու կարող է իրական հպարտությունը խաղաղ Հայաստանում ապրելն է։ Խնդրում եմ մտածեք։ Ես մի հարց կներես, ասում եք, տեսեք դուք ասում եք պայմանները, իրանք էլ ասում են, եթե մենք վարչապետ